Ինչպես նշեցինք, իրականում այսօր մեր սիրելի տոներից մեկն է։ Թատրոնի միջազգային օրն է, որին բոլորս ինչ-որտեղ անմասն չեն կարող մնալ։ Այո։ Եվ մանկությունը երբեք չի անցնում, ինչպես նշում ենք, այն պարզապես թաքնվում է մեր ներսում։ Սպասելով, որ նորից խաղանք, նորից հավատանք եւ նորից զարմանանք։ Մարտի 29-ին 19:00-ին 2+1 մեծ պրեմիերա, մեծերի եւ փոքրերի համար Երևանի Մնջախաղի պետական թատրոնում։ Այս մասին այսօր խոսելու ենք մեր հյուրերի հետ։ Բարի օր, մեր տաղավարում այսօր սիրով հյուրընկալել ենք Երևանի Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանին, ներկայացման ռեժիսոր Արթուր Հայրապետյանին եւ գեղեցկուհի դերասանուհի Լիլի Հակոբյանին։ Բարի լույս։ Եվս մեկ անգամ այսպես եթերով եւս շնորհավորում ենք ձեզ ձեր օրվա մասնագիտական տոնի արդիվ եւ եկեք խոսենք ներկայացումից։ Ինչ է սպասվում մարտի 29-ին։ Մի փոքր հավելում անեմ, եթե թույլ տաք, մեզ մոտ ստացվում է եռատոն է, որովհետեւ այսօր ոչ միայն մեր պրոֆեսիոնալ տոնն է, մեր գեղարվեստական ղեկավարի ծննդյան օրն է։ Շնորհավորում ենք։ Մեր պրեմիերայի նախապատրաստական օրն է, եւս որը մեր համար նույնպես տոն է։ Նորանոր ներկայացումներ, այսպես լի հանդիսատեսով սրահներ ենք ձեզ ցանկանում։ Շնորհակալություն։ Ինչ սինխրոնացված երևաց։ Եվ վերադառնալով հարցին, ինչ ենք տեսնելու մենք մարտի 29-ին, ինչ է մեզ սպասվում եւ ինչպես է ծնվել նաեւ գաղափարը, անվան մասին 2+1։ Անվան մասին ասեմ, ինքը 2+1 մի բակի ընկերներ են, մանկության ընկերներ են, որոնք ինձ իրար հետ միշտ իրար հետն են լինում, իրենց պատմությունը, ամեն առավոտ դուրս են գալիս, իրար տենում են, իրար հետ խաղում, միշտ աղջկան հոգու հետ խաղում են, միշտ աղջկան ներվայնացնում են, ինչ-որ գովանում, լրիվ հայկական իրականություն։ Ու ուզում ենք դրանով ասենք, որ ցանկացածից ներսում կա այդ մանկությունը, որը չեն կարողանում միշտ ցույց տալ, միշտ խաղալ այդ մանկությունով, մենք ցանկացանք մեր այդ աշխատանքով, մեր ունեցածով բոլորին տանք այդ հնարավորությունը, որ մի պահ իրանք վերադառնան իրանց մանկություն։ Ինչ հրաշալի։ Եկեք խոսենք Լիլին պատմի իր դերի մասին, փորձերի մասին, հուզմունքի մասին պրեմիերայից առաջ։ Դե նախ ասեմ, որ շատ եմ ոգևորված, միաժամանակ հուզված եւ ուրախ ու ընդհանրապես շատ եմ սիրել այս ներկայացումը ու արդեն հասունացել է այն պահը, որ չեմ համբերում արդեն երբ պիտի գա ամսի 29-ը որ խաղանք ու ամենահաճելի պահը ինձ համար այս ներկայացման մեջ այն է, որ իմ հերոսուհին շատ է ինձ նման, այսինքն ես մանկության տարիներին կարելի է ասել ինչ որ չափով տենց մի 80-90%-ով նման եմ եղել այդ հերոսուհուն ու հենց այդ հերոսուհու միջոցով է կարելի է ասել ներկայացման մեջ, որ ներկայացման գաղափարը տեղ է հասնում, որ ցանկացած նույնիսկ երեխա կամ դեռահաս թեկուզ որ գանայի, ինքը կհասկանա, որ հիմա այն մանկությունը, որ նա ունի, նա պետք է գնահատի ու հասկանա, որ այն ամենաթանկ բաներից մեկն է իր կյանքում եւ պետք չի դա բաց թողնել եւ կենտրոնանալ ինչ-որ ավելի խիստ ինչ-որ բաների վրա, որովհետեւ ինքը ինքնին այսպիսի ավելի սեղմված բնավորությամբ աղջիկ է, ում փոքր ժամանակվանից ասել են խաղերով շատ մի տարվիր, դու պիտի գիրք կարդաս, ավելի խիստ են եղել այո նրա հետ, բայց իհարկե վերջում շատ չեմ ուզում բացել փակագծերը, բայց վերջում այդ կարծրատիպերը մեղմացած կոտրվում են։ Ըստ էության ներկայացում է եւ մեծերի եւ փոքրերի համար, որքանով է հաջողվել այն գիծը պահպանել, որ հետաքրքրությունը պահպանվի եւ փոքրերի եւ մեծերի, այսինքն լսարանին կարողանաք այդքան ժամանակ պահել բեմին նայելու։ Այստեղ իմ կարծիքով որպես հանդիսատեսի երեխաները տեսնում են այն ինչով իրանք ցավոք սրտի չեն զբաղվում ու պետք է վերադառնան բակ, պետք է վերադառնան կենթանի շփումի, պետք է թողնեն այդ գադջետները, իսկ մեծերը մի պահ վերադառնում են այդ երջանկություն, մանկություն դեպի այդ խաղաղ կյանք եւ երկուսին էլ շատ հետաքրքիր է երեխաների համար իմ կարծիքով ուսուցողականը, մեծերի համար շատ հաճելի ժամանց է։ Իրար հասկանալու թերևս, նաեւ այն միջին գիծը բռնելու։ Այսօր նաեւ թատրոնի օրն է, օգտվելով առիթից։ Ինչ է ձեզ համար բեմն ու թատրոնը։ Ի վերջո ձեր կյանքը հենց նրա հետ է կապել։
Ինձ համար թատրոնը ամեն ինչ է, քանի որ ծնվել եմ արվեստագետի դերասանների ընտանիքում եւ ամբողջ կյանքում փորձում էի խուսափել թատրոնից, բայց ճակատագիրը տարավ եւ բերեց թատրոն ու արդեն իմ գիտակից կյանքի ամբողջ այդ ընթացքը թատրոնում ծնվել եմ, թատրոնում մեծացել եմ, թատրոնը ճանաչում եմ 100%-ով եւ երևի հենց դա է պատճառը, որ ինձ շատ դժվար է խաբել։ Նաև ես ասեմ, մի շատ կարևոր փաստ, թե ինչպես եմ հենց ես վերաբերվում թատրոնին։ Թատրոնը բացի նրանից, որ ինձ համար ապրելակերպ է, ես նաև շատ այսօր Instagram-ում այդ առիթով իմ story բաժնում հետաքրքիր գրառում էի կատարել, որ եթե հնարավորություն լիներ այս կյանքը ապրել եւս մեկ անգամ, այս իմ նույն կյանքը, ես կրկին կապրեի այդ կյանքը թատրոնի հետ միասին ու ոչ մի դեպքում չէի դավաճանի իմ նուարդին։ Ես եմ թատրոնով, բեմով, ես եմ կարելի ասել, ես եմ նվիրյալ, ես եմ սիրում այդ ամեն առավոտ արթնանալուց, այսօր փորձի, վաղը փորձի, մյուսօրը փորձի, շատ լավ է, տենց տրամադրված դուրս են գալիս դեպի թատրոն։ Ամեն օր նույն մեր այդ մտածելակերպը է դա։ Թատրոն, փորձի, նոր բան, լավ բան, տականալ։ Քաղցր ճահիճ։ Այո, քաղցր ճահիճ։ Ամեն անգամ մի նոր կերպար ու չես էլ հասցնում դու քո կերպարով ապրես երևի։ Դա էլ է հետաքրքիր հանգամանք իրականում։ Ես միշտ հետաքրքրվում եմ, ինչպես չմնաս Չայկերտը ասած, այս դերի տակ, այսինքն ինչպես չկարես քեզ վրա այդ ամեն ինչ, չէ՞ որ ինչ-որ գծեր ես վերցում, ինչպես այդ պահին օրինակ խաղաց, չգիտեմ, բացասական դեր, այդպես դուրս գաս, չգիտեմ, նկարահանումներից կամ թատրոնից ու փիսիկի կերակրես էլի։ Ինչ-որ շատ տարօրինակ։ Շատ կարևոր բան է չմնալ դերի տակ, բայց երբեմն տեսնում ես շատերը մնում ու շատ ծիծաղելի է իրականում։ Մեր կերպարով ապրել։ Ինչ-որ կերպարների տակ ման են գալիս։ Ինձ հետաքրքիր է Մնջախաղի թատրոնի մասին եկեք խոսենք, ինչպիսին է ձեր հանդիսատեսը, այլ ինչ ներկայացումներ ունեք, ովքեր են հիմնականում գալիս։ Ունեք մշտական ձեր, այսպես ասած, դիտողը, հանդիսատեսը։ Կարծում եմ բոլորն էլ գալիս են, այդպիսի բան ես չեմ նկատել, ասում են որ ինչ որ սպეციფიკա կա, բայց Մնջախաղը շատ հասանելի է իմ կարծիքով, ինքը շատ զգայական է, պետք չի շատ ինչ որ խորանալ, բան պատկերացնել, պետքա տրվել այդ պահին եւ զգալ եւ հաճույք վայելել այդ process-ից։ Եվ մեզ մոտ բոլորն էլ գալիս են, բոլորը շատ սիրով են գալիս եւ չգիտեմ իմ կարծիքով այդպիսի հատուկ մարդիկ չկան, որ հատուկ բժիշկներն են գալիս կամ ճարտարապետերը։ Իսկ տարիքային տարբերությունը հիմնական լսարանն ինչպիսին է։ Փոքրիկների արձագանք ինչպիսին է, որտեղ իրենց հետաքրքիր կլինի այդ շարժումները։ Փոքրիկների հետ մենք նոր ենք սկսել առնչվել, առաջին մանկական ներկայացումը արել ենք 2 տարի առաջ, Ալիսի երազում ներկայացումները եւ շատ մի քիչ վախով էինք մոտենում դրան, բայց ես անցած անգամ էլ պատմեցի այս դրվագը 3 տարեկանի երեխան, այսպես բերանը կիսաբաց ծայրից ծայր նայում էր ներկայացումը ու իմ կարծիքով երեխաները Մնջախաղը շատ ավելի լավ են ընկալում, որովհետև դեռ չեն հեռացել այդ զգայական աշխարհից եւ իրանք տրվում են այդ process-ին ու շատիր հետևում են։ Երբ զուգահեռներ եմ անցկացնում դրամատիկական արդեն խոսքով ներկայացումները ինչպես են նայում, շատ ժամանակ աղմուկ կա այն ներկայացումների, հա, երեխաները սկսում են աղմկել, չնայած որ այնտեղ երաժշտություն էլ կա, խոսք էլ կա, ամեն ինչ կա, բայց Մնջախաղը շատ լուր նայում է։ Առաջիկայում ինչ ծրագրեր ունեք, ինչպիսի ներկայացումների եք պատրաստվում, կան գաղափարներ նոր։ Հիմա աշխատանքներ են տարվում, Եդիկարյան Նայիրան մեր շատ տաղանդավոր դերասանուհի նույնպես ներկայացում է անում, արդեն նախապատրաստական փուլում ենք։ Մեկ պրոյեկտ կա, որ այսպես խոսում ենք դեռ, արտասահմանից հրավիրված ռեժիսոր պիտի լինի եւ շատ հյուրախաղեր ունենք Եվրոպայով։ Դրսում ինչպես են արձագանքում հյուրախաղերին, այսպես սպասված է, պոպուլիզացված է։ Հայկական համայնքի հրավերով եք գնում, թե ավելի միջազգային այսպես փառատոներ։ Միջազգային փառատոների, բայց եղել ենք նաեւ անցած տարի Գերմանիայում եղանք հայկական շրջանակներում, բայց էլի կային գերմանացի հանդիսատես էլ կար, եվրոպացիների համար շատ հետաքրքիր ենք մենք շատ։ Որն է առանձնահատկությունը, որ գրավում է իրենց։
Դե մեր առանձնահատկությունն է, մեր սպეციფიკան է, մեր նիստուկացն է, մեր ապրելակերպը։ Ցանկացած երկիր կարող ենք գնալ հյուրախաղերի, որովհետև խոսք չկա եւ ամեն ինչ շարժումով ավելի քան պարզ է հանդիսատեսի համար։ Ամեն ինչը հասանելի է բոլորին։ Այո։ Մանավանդ մեր պրեմիերան շատ մաչելի ձևով է, այսպես բեմադրությունը արված, որ ոչ միայն շատ լավ կհասկանա հանդիսատեսը, այլ ցանկացած տարիքի հանդիսատես եւ փոքրիկները եւ դեռահասները եւ մեծերը բոլորը հաճույքով կնայեն ու կհասկանան հաստատ։ Եթե վերադառնանք այսպես սերնդափոխություն չասեմ, բայց նոր սերնդին ներգրավելու մնջախաղի թատրոնում երիտասարդների մոտ ինչպիսին է հետաքրքրությունը դեպի մնջախաղ։ Դե մենք թատերական ինստիտուտում ունեցել ենք մինչև վերջերս մնջախաղի կուրս եւ կան նաեւ պարային կուրսեր, որոնք որ վերաբերում են շարժումին եւ բոլորը հետաքրքրված են եւ հոսք կա, մենք շատ երիտասարդներով ներկայացումներ ունենք, թե ուսանողներով եւ թե հրավիրված դերասաններով, այնպես որ այդ սերնդափոխությունը մի քիչ դժվար, բայց տեղի ունենում է։ Կա, բայց կա, միանշանակ կա, որովհետև հետաքրքրված եմ։ Ավելի երիտասարդ դուք որպես ձեր գործընկերների։ Ես նույնպես ավարտել եմ պարոն Դադասյանի արվեստանոցը եւ մինչ օրս չեմ զղջացել դրա համար, որովհետև նաեւ դրա ոնց որ արդյունքում հնարավորություն ստեղծվեց, որպեսզի ես բացի նրանից, որ հնարավորի չափ տիրապետեմ այս արվեստին, նաև աշխատեմ մնջախաղի թատրոնում ու ընդհանրապես ես հենց մնջախաղի թատրոնից էլ սկսել եմ, որը ինձ համար շատ կարևոր է եւ դեռ հուսամ երկար տարիներ կկարողանամ զբաղվել եւ աշխատել մնջախաղի թատրոնում։ Հիմա էլ մեր պարոն Կոստանյանի հետ մտածում ենք թատերական ստուդիա ունենալ թատրոնում հենց, որը նույնպես կնպաստի երիտասարդների հոսքին։ Այսինքն հետաքրքրվածները կարող են գալ, մասնակցել, սովորել, հետո լավագույնները մնան թատրոնում։ Այսինքն ստացվում է այսպես պրոֆեսիոնալ կրթությանը զուգահեռ ինչ որ խմբակ ստուդիայական, խմբակ ստուդիա։ Ինչպես է մարզերում ունենում եք շրջագայություններ, թե արդեն միայն Եվրոպա են գնում եւ մարզերում ինչպիսին է արձագանքը լինում։ Չէ, մարզերում անպայման գնում ենք եւ շատ լավ արձագանքներ են։ Շատ լավ։ Նույնիսկ եղել է, օրինակ Վանաձորում խաղացել ենք ներկայացումը, հետո եկել ենք Գյումրի, Վանաձորի հանդիսատեսը եկել է Գյումրի, որ մի անգամ եւս նայ ներկայացումը։ Ինչ հրաշալի։ Վերադառնալով նաև այսպես ներկայացմանը, ես կխնդրեմ Լիլին պատմի իր մյուս խաղընկերների մասին, որոնք այսօր այստեղ մեզ հետ ներկա չեն։ Հաստատ պատմի։ Իմ խաղընկերներն են դե միանշանակ Արտուրը, որ նաև բեմադրել է եւ միևնույն ժամանակ խաղում է գլխավոր կերպարներից մեկի դերը, նաև Կարենն է Խաչատրյան, իմ խաղընկերներից մեկը։ Մենք, այսպես ասած, կարելի է ասել, երեքով ենք սկսել ամեն ինչ, ճիշտ է, ռեժիսորը Արտուրն է Հայրապետյան, բայց մենք այդպիսի ոնց որ սանդղակ չենք սահմանել, որ Արտուրն է վերջ ինքը ոնց ասի պիտի տենց լինի, մենք այսպիսի թիմային աշխատանքով ամեն ինչ կառուցել ենք ու հասել ենք շատ լավ արդյունքի, դրա համար էլ այսօրվա դրությամբ մենք ինչ որ չափով, չէ, համարում ենք, որ ստացվել է, որ անպայման հանդիսատեսի կողմից շատ սիրվելու է եւ ամենակարևորը ինչն է, որ երբ որ դու ես կոպիտ ասած կյանք տալիս այդ ամեն ինչին, դու քո ձեռքով ես այդ ամեն ինչը ոնց որ սարքում, ոնց որ քո երեխան լինի, սենց ոնց որ հղի անում ես, հետո ինքը ծնվում է, հետո սկսում ես իրան պահել, մեծացնել, այո, փայփայում ես։ Մի խոսքով, որ սենց մեր մաշկի տակ է ոնց որ անցել այդ ներկայացումը։ Իրեմս դες կրկին շնորհավորում ենք թատերաշխարհի ներկայացուցիչների տոնը, թատրոնի միջազգային օրն է այսօր հիշեցնենք։ Մնացեք կենտրոնի եթերում, դիմավորենք մեր մյուս հյուրերին։